Ողջույն սիրելի հետևորդներ, լավ եք, ես արտակարգ եմ Ժողովուրդ ջան, առավոտ շուտ է արթնացել եմ, նախաճաշել եմ ու վազում եմ դիպլոմիս հետևից, երեկ ստացա մայլով հաղորդագրություն, որ կարող եք գալ եւ վերցնել, բայց մինչ այդ ստուգեք ձեր անունը, արդյոք անցել եք թե ոչ, 4 ցուցակեր, 96 հոգի էին մասնակցել, այդպես արագ նայեցի 35-ը կտրվել էին, բայց ես անցել է, ինչպես ենք որոշում այդ հրավիրատոմսի վրա մեր համար ներգրված եւ նաեւ նշված է մեր ծննդյան օր ամսաթիվը, ըստ դրա որոշեցի սիրտս ահա որ գցում էր, ասում էր վայ, բա որ հանգարց անցած չլինեմ, դե սկզբի պահը անհանգիստ էի, մի խոսքով սիրելի հետևորդներ, առավոտ ցեքին բարձր տրամադրությամբ անգամ գրիպս չի խանգարում, երկար տարիներ ես գրիպով չէի հիվանդացել, հիմա արդեն քանի օր է գրիպ եմ եւ հուսամ որ կանցնի, իհարկե որևէ այդպիսի բաներ չեմ անում, ուղղակի քիթս որ մի փակվել էր այդպես բանով փչեցի անցավ սպրեյներով, բայց թողնում եմ ինքը իր կամքով կանցնի, ամեն դեպքում վատ չեմ ջերմում, բայց դե տհաճ է, ձայնային փոփոխություն կա, բայց չի խանգարում, որ ես բարձր տրամադրություն ունենամ, գնամ ձեռք բերեմ, կտեսնեմ թե ինչ միավորներ է, ձեզ էլ մոտիկից ցույց կտամ, բայց վերցնելուց հետո կգնամ անմիջապես այդ տեղը է, սպաս ֆրանտերնետեն, որտեղ որ անեֆով կուղարկեմ հենց այդ դիպլոմը, քանի որ քաղաքացիության համար դիմում էի գրել, դա էր պակասում, հիմա դա կուղարկեմ ու կգամ տուն, այսօր հանդիպում էլի ունեմ, վինտեդով գործեր էլ ունեմ, մի խոսքով այսօր ակտիվ օր եմ ունենալու, եղանակը խոստումնալից է, արևը բացվում, արևոտ օրեր է սպասվում, դեռ երկար ժամանակ հետո երևի թե կանձրևեն։ Մի խոսքով սիրելիներս, դե ես էլ ոչ տակ, ոչ էլ շոկ եմ հագնվել, քանի որ առավոտ շուտ սառն է լինում, օրվա կեսից հետո է տականում, մի ժամ էլ որ առաջ ենք ընկել, արդեն այդ առավոտվա մասը մինչև 12-ը բավականին սառն է լինում։ Այնպես որ սիրելիներս, մնացեք ինձ հետ, գնանք ձեռք բերելու այդքան սպասված դիպլոմը, կհանդիպենք։ Ահա այստեղ նստած սպասում եմ դիմացի սենյակից մարդ դուրս կգա եւ ինձ կհրավիրի, սա համալսարանն է Լիլ քաղաքի, մի քանի համալսարաններ կան։ Ժողովուրդ ջան, ինչից որ վախենում էի, հիշում եք, որ ասում են ռադիոն լավ չեն արել, փաստորեն դիտավորություն է, դե հա անցել եմ, բայց այնքան հենց այդտեղից էի ցածր միավոր հավաքել, հենց նոր էլ հայ կնոջ տեսա մոտիկ մեկին, ում ամուսինն էլ էր տվել, նույն բանն ասեց, ասма հələ որ նա 20 տարի ստեղ ապրում հստակ ավելի լավ գիտի խոսալն է լսելն է, ասма ռադիոն ինչ էին արել, ոնց որ դիտմամ չլսեի։ Ու հետո ես երեք որ նայում էի ցուցակը, չգիտեի դեռ անցել եմ թե չէ, ուղարկեցի իմ մասնագետի, ասեց որ կարևոր անցել ես, որ ասի տեսնեմ հələ ինչ միավորներ եմ հավաքել, ասում է ռադիոն այս տարի դիտմամբ այդպես ա եղել։ Իմ ընկերուներից մեկն էլ ասեց, որ եթե լսողության հետ խնդիր ունես, կարող է լավ չլինի, փաստորեն ոչ թե լսողության հետ խնդիրն է, այլ ընդհանրապես իրանք նենց են արել, որ դժվարություն լինի։ Այս տարի լսել էի, որ դժվարություն է լինելու, բայց այս կարգի 25-ից ամենաբարձրը այդ բաների մեջ 17.5 եմ ստացել, նույնիսկ բանավորն են ցածր դրել, իսկ այդ ռադիոն լավ էր, 5 պետք լիներ, 5-ը անցել էի, դրա համար ստացել եմ, եթե միջև 5 լներ չէի ստանալու, ինչև է, կարևորը ստացել եմ, վերցրեցի, տանեմ հիմա ուղարկեմ այդ պրեֆեկտուրա, արդեն գիտեք, եւ սպասենք պատասխանի, չանցնեի էլ խնդիր չէր, ուղղակի պայտակ տվել էի քաղաքացիության համար, ինձ փորձում է էլի, այսքան բան Ժողովուրդ ջան, դե գնամ տեսեք արև է, արևն էլ ընկել է աչքերս, բավականին է զրուցեցի այդ հայ աղջկա հետ, լավ էր, գնացի օրվա գործերով, կհանդիպենք։ Վերջ էր համալսարան եկող չկա, սա վերջին քննությունս էր, այլևս ինձ պետք չէ սիրելի համալսարան, այդ սև շենքից ստացա քննության արդյունքները, հիմա առաջ շարժվեմ, գնամ դեպի մեքենան։ Ժողովուրդ ջան, եկա այս թուղթը ուղարկեցի արդեն այդ համապատասխան տեղը պրեֆեկտուրան, ինչպես ասում ենք, ու սպասեմ պատասխանի, շատ երկար կտևի։ Արդեն մի տարին անցել է, որ իմ թղթերը հանձնել էի, ժամանակ կար, լավ էր, չուշացրեցի, եթե ուշացնում ես պակաս թղթերի ուղարկելը, իրանք դա անուլ են անում, չեղարկում են ու դու նորից
նոր դոսիե ես հավաքում։ Լավ էր, ես հասցրեցի։ Չնայած որ չլներ էր, նորից եմ կրկնում, պրոբլեմ չկար, ուղղակի ձև եմ որոշել։ Չնայած ստեղ էլ ցույց տվեցի տրամադրությունս մի քիչ ընկած է, ես այս արդյունքներին չէի սպասում, բայց դե ոչինչ, կարևոր ասում են անցել ես։ Բա ժողովուրդ ջան, հիմա գնամ տուն, ծանոթներս պատրաստեմ, տանեմ ուղարկեմ, կհանդիպենք։ Այս տարի որոշեցի ցորեն չցանել, այլ ոսպ։ Դրա համար համապատասխան աման ընտրեցի։ Բնականաբար այս կտորները, մարլայի կտորներ են, ըստ ափսեի, ըստ այս համապատասխան ամանի չափի, կտրատեմ, ջրեմ, որից հետո ոսպը լցնեմ։ Ոսպը չեմ թրջել նախորոք, որովհետև ոսպը շուտ է աճում, այդ իսկ պատճառով թրջել այդքան էլ պարտադիր չէ, դեռ շատ կա, կհասցնի էլի ծլել, եթե իհարկե ծլող ոսպ լինի։ Եթե դուք անգամ ժամանակ չունեք, որ շուտ դնեք, ես իմ ալիքում ունեմ շատ արագ ծլող ցորենի տարբերակը։ Տեսանյութը կտեղադրեմ, դուք կարող եք նայել եւ էլի մի քանի օրվա մեջ ընդամենը ծլեցնել ցորենը։ Դե եղանակներից էլ է կախված է նաեւ թե տանը որ հատվածում եք դնելու։ Պիտի լինի արևի տակ, լուսավոր տեղ, տաք տեղ, դե բնականաբար որ ծլի։ Այնպես որ հատուկ ջերմոցային պայմաններ չեմ ստեղծելու, տեսանյութում այդպես եմ արել։ Պարզապես ոսպը այս տարբերակով կանեմ, որովհետև դեռ շուտ է, կհասցնի ծլել։ Դուք էլ հետևեք, եթե առաջին անգամն եք ծլացնելու, հատկապես ձեզ համար շատ կարևոր է, մանրամասն ներկայացնում եմ։ Դժվար բան չկա, ոսպի ծլած խոտն էլ շատ ավելի սիրուն է։ Այնպես որ կարող եք ոսպ էլ ծլեցնել, խորհուրդ կտամ։ Հայերը զատիկի ցորեն ծլեցնում են որպես կյանքի, վերածննդի, հարության խորհրդանիշ։ Սա անմիջապես կապ ունի Հիսուս Քրիստոսի հարության հետ։ Վերածննդի հետ կապված այս ցորենի հատիկը, որ հողում ենք թաղում եւ հետո ինքը ծլում է, նմանեցնում են Քրիստոսի հենց հարության հետ, այսինքն մեռավ հատիկը, որից հետո նա վերածնվեց։ Ծլեցրած կանաչ ցորենը նաև գարնան գալուստ է ազդարարում, կյանքի սկիզբ, այդպես է սկսվում գարնան գալու հետ։ Եվ հայերի մոտ սովորություն է եղել նաև գարնան գալուստը նշել, տոնել, սա էլ երևի նման ավանդույթ է, որ շարունակում է մինչև օրս։ Զատիկի սեղանին դնում են նաև կանաչ ծլեցրած ցորենը, որպես խորհրդանշական եւ գեղագիտական տարր։ Շատերը հավատում են նաև, որ այն բարեբերություն բախտ է բերում, որ կան շատ առատ այդպես ծլի ցորենը այնքան լավ կլինի այդ տարին տվյալ մարդու համար։ Բայց ասում են, որ սա ավելի շատ հայկական ավանդություն է, որ փոխանցվել է դարերդար եւ մինչ օրս պահպանվել է նույնիսկ Սփյուռքի ապրող հայության համար։ Մենք էլ հանդիսանալով այդ Սփյուռքի մի մասնիկը, նույնպես զատիկի սեղանները զարդարում ենք ծլած ցորենով, երբեմն ուրիշ խոտերով, այսօր ես ոսպի հատիկներն եմ ծլեցնում, մի խոսքով բարի զատիկ թող լինի բոլորիս, կծլի, նորից կնկարեմ ձեզ, ցույց կտամ։ Սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ եք, ես նույնպես լավ եմ, երեկ այդ տրամադրությունս անցավ, մինչև ես իմի բերեցի իմ մտահորումները, ինչու այդպես եղավ, ինչ էր, ծանր էի տանում, որովհետև սպասում էի շատ բարձր միավորների, բայց փաստորեն իրականում, որ լսել էի, որ շատ խիստ են վերաբերվելու, շատ դժվար է լինելու այդ քննությունը, չէի հավատում։ Ընդամենը մի թղթի կտոր, բայց շատ կարևոր։ Անցած է չլինեի, խնդիր չկար, բայց դե ափսոս էլի չարչանքս կարևորը անցել եմ։ Սա այս քննության մասին, այսինքն հիմա որ մտածում եմ, կարելի է հենց 4 տարի առաջ սա հանձնել, քանի որ այն ժամանակ ավելի ոգևորված էի եւ ավելի պատրաստված էի։ Հիմա խոսքով սիրելիներս այս մի դարդից էլ բրծա,
Հաջորդ քայլս կլինի արդեն բանավոր Ֆրանսիայի պատմության քննությունը։ Դե հիմա երբ կլինի, երբ կհասնի փաստաթղթերս այդպես քայլ առ քայլ առաջ է գնում։ Հիմա տանից դուրս եմ գալիս, էլի կարևոր գործեր ունեմ, պիտի տանեմ ծանրոց գցեմ, նամակ պիտի պատվերով ուղարկեմ, խոսքով Ֆրանսիայի ես խառը թղթաբանական գործերով եմ խառնված, համեղ ուտեստ պատրաստեցի, տեսեք ձեզ ինչ մոտիվացիա եմ այսօրվա համար տալիս։ Այսօրվա ճաշացանկը տապակած կանաչ ոլոր ձվածեղով և հավի կրծքամիս, համեմել եմ նախորդ և որից հետո տապակել։ Եղանակը արևոտ է և ես հենց հիմա ապահովության համար մի հատ վերնազգեստ կհագնեմ ու տանից դուրս կգանք միասին։ Կգնանք նաև երեկի ժամանակ ունենամ խանութներ։ Մի խոսքով սիրելիներս այս պահի համար այսքանը, կհանդիպենք։ Եկել եմ այստեղ, որպեսզի ֆոտոկոպի անեմ, բայց փակե ժամը 2-ին է բացվելու, դիմացը աթոռներ, նստարաններ կան, նստել եմ և սպասում եմ բացվելուն։ Ծերես վերջացրեցի, լավ էր, մնաց մի նամակ պատվերով եմ ուղարկելու, գնամ հոստայել ուղարկեմ ու դրանից հետո էլի գնամ մի հետաքրքիր տեղ, նախորդ չեմ ուզում ասեմ, հենց ասում եմ, չի լինում։ Այս դեղատան դրամարկղի մոտ դրված էր հայկական թուղթը։ Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ եք։ Ես նույնպես լավ եմ, գործերով դուրս եմ եկել և հիմա այս հատվածում մի շատ հետաքրքիր խանութ կա։ Մտնենք միասին տեսնենք ինչ խանութ է։ Կարծում եմ շատերիդ կհետաքրքրի, ամեն ինչ կա և բոլորի արժեքը 2 եվրո է։ Հիմա մտնենք տեսնենք այդ ամեն ինչի մեջ ինչն է մտնում։ Ուսումնասիրենք միգուցե իրոք հետաքրքիր խանութ է։ Եղանակը արևոտ է, բայց ցուրտ է, ժողովուրդ ջան։ Վաղվանից նորից ջերմաստիճանը կբարձրանա, ինձ համար ցուրտ էր։ Վերնահագուստիս այս կոճակները իջացրել էի ցեպը, բայց տեսավոր ցուրտ է, նորից փակեցի։ Առաջ եմ շարժվում, եկեղեցու մոտ է, քաղաքի կենտրոնում է գտնվում այս խանութը։ Մարդաշատ է փողոցը, քաղաքը, չնայած որ արձակուրդ է, արձակուրդի ժամանակ պասիվություն է նկատվում, բայց չէ, մարդիկ եկել են մեր քաղաքը, գնացողները գնացել են, մյուսները, որ տուրիստ են, նրանք էլ եկել լրացրել են։ Դա ֆրանսիայի նշանակում է 2 օղո, եվրո, դե մենք այդպես ենք ասում։ Դեկորացիայի բաժնից սկսեմ ուսումնասիրելը, մարդ չկա, հենց ես մտնում եմ մի խանութ ու ուզում եմ նկարել, հավաքվում են ու հատուկ այդ տեղերն են սկսում ուսումնասիրել, որտեղ որ ես նկարում եմ, չնայած ինձ չի խանգարում, որ ես շարունակեմ իմ գործը, քանի որ այս միջանցքի հատվածը բավականին էլ լայն էր, կարող են անցնել, կողքը նայել, դե ես էլ նրբանկատ եմ ու շատ իրեմ տեսնում եմ, որ հատվածում իրենք կանգնած են, նախ չեմ նկարում, հետո շրջանցում եմ։ Ահա, հետաքրքիր բաներ կան, օրինակ սա ինձ շատ դուր եկավ իր չափի համար, միգուցե ամեն խանութում կա, ես չեմ տեսել, այստեղ հավաքված է ամենը մատչելի գնով, չեմ կարծում, որ շատ մատչելի է, ովքեր երբևէ նման բաներ գնել են, կարող եք գրել։ Ես գները չգիտեմ, անկեղծ ասած, դրա համար չգիտեմ 2 եվրոն դա էժան է, թե նորմալ է, սրանք էլ հոտեր էին, տարբեր սրվակների մեջ, մոմեր, տարբեր ձևի մոմեր, չափերի, ահա, այս օրինակ ինձ շատ դուր եկավ սա, հենց այս չափն էլ ինձ դուր է գալիս, նկարներ դնելու այս շրջանակն է, երբեմն պետք է գալիս, չեմ իմանում որտեղից կարելի է ձեռք բերել, երեխաների համար զբաղվելու տեսեք ինչքան հետաքրքիր, ուրեմն աշխատանքներ կան այս բաներով, ահա տեսեք գույներով, շարում են և ստանում են պատկերները, լավ զբաղմունք է, գրքեր են վաճառում, դե արդեն պարզ է երևաց, ֆլոմաստերներ, մատիտներ, անգամ փաստորեն այսպիսի բաներ, սա էլ օրինակ վատ չէ, հետաքրքիր է, փոքրիկ կարճ ծաղիկների համար կարելի է, էլի մարդ տեղ ունենա տանը, ինչը դուր գա գնի, չէ, բայց դե որտեղ չկա, արդեն հատուկ են տեսանում, ջոկում ես,
որ տեղավոր է, օրինակ այս բաժակը շատ թեթև էր, սուրճի շատ հարմար բաժակ էր, ճիշտ է շատ պարզ էր, հիմա սրանք, որ այսպես սիրուն են գրված վրաները, ահա որ ծանր էր, իսկ նա լավն էր, կարելի է, ինչու չէ, առաջ շարժվենք, ահա այս սկուտեղները շատ լավն են և երևի թե էժան են իրոք, սկուտեղ, որ որքան հիշում եմ սկուտեղները, նման սկուտեղները 7-8 եվրո են, եթե սխալվում եմ գրեք իմանամ, կարելի էր մի քիչ փոքր չափը վերցնել, շատ հարմար է, ոնց երևում է ես ես խանութը պիտի հետ գամ, հիմա չեմ ուզում գնումներ անել, սրանք էլ 2 հատն էին 2 եվրո, այսինքն մի հատը 1 եվրո էր, սեղանի համար էր, տարբեր այսպես սկուտեղներ, որ գրավեց իմ ուշադրությունը, իսկ նրանք էլ սուպիկների համար բոլեր են ասում էլի, թասեր, երևի, ահա, այս մյուս կողմում էլ խոհանոցի չափիչ բաժակ, գրտնակներ, չգիտեմ այս գրտնակը լավն է, թե լավը չէ, կարճ ասած սիրելիներս, նայում եք տեսանյութը, որը որ գիտեք լավն է, կգրեք ես էլ իմանամ որակի մասին, ահա, այս մյուս կողմն էլ էլի, խոհանոցի համար, տարբեր համեմունքների, տարբեր պահածոյացնելու համար նաև բանկաներ են, տարբեր չափերի, տարբեր ծանրության, ուղղակի ծանր են, սա էլ շատ է լայն, ես մի քիչ ավելի պարզ բաներ եմ սիրում, ահա, այս կողմն էլ տեսեք, այս բանկաներն են, տեսնենք այստեղ ինչեր կան, խոհանոցի համար էլի, դանակներ եմ նայում, դանակ դուրս եկավ, այդ դանակներից կարելի է գալ վերցնել, վերջին իմ գնաց դանակը, որ կար շատ ուժեղ սուր կտրող, ջարդել է Կարենը, դրա համար դանակի կարելի է նայել, չնայած շատ դանակներ ունեմ, կոմպլեկտներ, բայց մի քիչ շատ են մեծ էլի, ձեռքի համար, որ ամենօրյա թեթև այդպես օգտագործելու դանակ եմ նայում, այս ներքևների դանակները նայեցի այդքան հաջող չէին, վերևում կերամիկայից էլի այդպես դանակներ կային, ոնց որ թե նրանցից կվերցնեմ, չգիտեմ հիմա ձեզ ցույց կտամ թե չէ, որովհետև նայող կա, ահա այս դանակներից, սա էլ գդալներ, այս կողմն էլ նույնիսկ գուլպաներ, ահա, սա էլ կոշիկների մեջ դնող ներդիժներ են, որ այստեղ շատ են օգտագործում, ոտքերը չցավալու համար, ահա, տարբեր գուլպաներ, կարճ ասած, տեսականի կա, բայց դե որակները չգիտեմ ինչպես կլինի, ահա, լավ էլ խաղալիքներ է, սրանք որ հաստատ էժան են, 2 եվրո էժան են, որքան գիտեմ ես առել էի թանկ էի առել, բայց մի քանի տարի առաջ էի առել, խաղալիքներ են տարբեր, երևի չինական խաղալիքներ են, չնայած խոհանոցային բաժնում տեսա հոլանդական ապրանքանիշեր, ես էլ երեխեքը շատ են այս բաներով խաղում այստեղ, լավ էր որ տեսա, մի օր կառնեմ իմ ջուտոյի համար, ահա, այս էլ փոքրիկների համար, մի խոսքով ամեն մեկի ճաշակով ամեն ինչ կա, սրանք է փափուկ, սիրուն, չսահող, էլի այդպես հողաթափերի նման բան են կամ ինչ է ասեցի, գուլպաներ, առաջ շարժվեմ, այս չափը ինձ դուր եկավ, հələ պետք է մեր տան պատի չափը իմանամ, բերեմ այստեղ էլ չափեմ, եթե հարմար կլինի, հաստատ այդ կախիչից գնելու եմ, այս էլ սրանք տարբեր չափերի կախիչներ, ահա, այս անկյունն է կարուձևի անկյուններ, գնդասեղներ, ասեղներ, ռեզիններ,
ամեն չափի թելեր, տարբեր գույների, հետաքրքիր էր, երբեք մտքովս չէր անցել մտնել այստեղ թելեր նայել, շատ թելեր կային, սրանք էլ արդեն վարագույրների այդ, որ սիրուն կախում են, այդ դրանցից էր, մի խոսքով, բաղնիքի հատվածի համար էլ կար այստեղ, ամեն ինչ կար, թեթև պլազմասի թասեր, հարմար էր, խանութի ձևը դուրս եկա, որ շատ նեղվածք չէր ու ինքը փոքր էր, բայց հարմար էր, լուսավոր խանութ էր։ Մի քանի կարևոր բաների միջայլոց գտա, բայց դե այս պահին առևտուր անելու ցանկություն չունեի, որովհետև շարունակում եմ առաջ գնալ, ձեռքս չեմ վերցնի, էլի։ Ուզում էի հենց այն համեմունքների համար նախատեսված մի քիչ նեղոտ բանկաները վերցնեի։ Լավ էր, վատ չէր, կգրեք ձեր կարծիքը այս խանութի մասին։ Քաղաքում տոնական տրամադրություն է, ահա թե ինչ են ավելացրել մեր փողոցում, չէի տեսել, երևի էլի ինչ-որ միջոցառում է սպասվում, դե միասին կտեսնենք բնականաբար։ Մի քանի օրվա իրադարձությունները մեկ տեսանյութում ներկայացրեցի ձեզ, այսօրվա համար այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք։